Խոսում է Բաքուն։ Եթերում Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերի թողարկումն է։ Խոսափողի մոտ Շահիդ Շահալին է։ Ստորագրվել է Չինաստան-Եվրոպա արագընթաց երկաթուղու համախմբման կենտրոնի կառուցման վերաբերյալ համագործակցության նախաձեռնության վերաբերյալ փաստաթուղթ։ Այն ստորագրվել է Չինաստան-Եվրոպա արագընթաց երկաթուղային գործընկերների գլոբալ ֆորումի շրջանակներում, որին մասնակցել է Ադրբեջանի երկաթուղիների փոխնախագահ Արիֆ Աղայևի գլխավորած պատվիրակությունը։ Փաստաթուղթը նախատեսում է ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության ամրապնդման, տրանսպորտի կազմակերպման, օպտիմալացման եւ ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաեւ երկաթուղային երթուղիներում տրանսպորտային ծախսերի օպտիմալացման հետ կապված հարցերի կարգավորում։ Չինաստան-Եվրոպա արագընթաց երկաթուղին Չինաստանի 123 քաղաքը կապում է 25 եվրոպական երկրների 2024 եւ 11 ասիական երկրների 108 քաղաքների հետ։ Այս տարվա հունվար-ապրիլին Ադրբեջանը Չինաստանից ստացել է 165 բլոկային գնացք։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի երկաթուղիների փոխնախագահ Արիֆ Աղայևը։ Նա նշել է, որ 2024 թվականին Ադրբեջանի եւ Չինաստանի միջև երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը աճել է 47%-ով եւ կազմել 612,000 տոննա։ Չինաստանից Ադրբեջան ուղարկվող կոնտեյներային բլոկային գնացքների թիվը նույնպես արագորեն աճում է։ 2024 թվականին ստացվել է ընդհանուր առմամբ 287 բլոկային գնացք, իսկ 2025 թվականի առաջին 4 ամիսներին արդեն ստացվել է 165 գնացք, որոնցից 73-ը տարանցիկ ռեժիմով, իսկ 92-ը ներմուծման ռեժիմով։ Մինչև տարեվերջ նախատեսվում է ստանալ ավելի քան 600 բլոկային գնացք։ Բացի այդ, 2024 թվականի նոյեմբերի 24-ին Ադրբեջանից Չինաստանի ուղարկվել առաջին արտահանման բլոկային գնացքը Բաքու-Սիանը։ Մինչ օրս ուղարկվել է մոտ 10,000 տոննա ընդհանուր ծավալով 6 բլոկային գնացք։ Այս թվերը եւս մեկ անգամ հաստատում են Միջին Միշանսկի ռազմավարական նշանակությունն ու ներուժը։ Թուրքական պետությունների կազմակերպության ռազմավարական նպատակն է Միջին Միշանսկը վերածել արևելքի եւ արևմուտքի միջև տրանսպորտային կամրջի։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ելույթ ունենալով Բուդապեշտում Թուրքական պետությունների կազմակերպության ղեկավարների խորհրդի ոչ պաշտոնական նիստում։ Նա հիշեցրել է համաշխարհային առևտրում տիրող իրավիճակը, որը մեծ վերափոխման է ենթարկվում սակագնային քաղաքականության փոփոխությունների պատճառով։ Ղազախստանի նախագահը նաև կոչ արել թուրքական պետությունների կազմակերպության մաս կազմող երկրներին համատեղ իրականացնել խոշոր ենթակառուցվածքային նախագծեր, այդ թվում հյուսիս-հարավ ուղղությամբ, ինչը զգալիորեն կամրապնդի թուրքական տարածաշրջանի դիրքերը որպես հիմնական տարանցիկ հանգույց։ Տեղեկությունները, որ տեղադրվել են Արմստատում, իշխանությունն ասում է 25% գնաճ ունենք։ Մոտավորապես 400-ից ավելի ապրանքների անուն է տալիս ու այդպես հանրության անընդհատ մոլորության մեջ է գցում։ Բայց որքանով է թանկացել օրինակ կարակը 19%, ձեթը 20%, միրգ բանջարեղենը 18-20%, կակաոն 20%, թեյը 16%, սուրճը 7%, ոչ ալկոհոլային խմիչքները 12-13%։ Այս մասին նշել է Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյանը։ Արկային բարձրացումները բերում են գնաճի։ Գնաճ աշխատավարձի նույն մակարդակի պահպանման պայմաններում բերում է աղքատացման։ Աղքատացումը բերում է արտագաղթի։ Արտագաղթն էլ իր հերթին բերում է երկրի դատարկման։ Ասել է Սարգսյանը։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերը։